Իրանում իշխանությունը շատ կայուն դուրս եկավ, Իրանում որևէ ցնցում չեղավ ծանրագույն պատերազմի ժամանակ եւ Իրանը չպարտվեց ոչ միայն նույնիսկ այս վերջերս Արմենիան Ադրբեջանի հետ հավասարակշռություն եւ դրա համար է նաեւ այն բանի տեղադրած բաները որ չէ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա դրակել եւ այնտեղ Ռասիմ Մուսաբեկով կա մի այլանդակ բան է ֆաշիստական գաղափարախոսության բանչուրքիստ իսկական թուրքական տարբերակով էլի պատգամավոր է կարծեմ մի օր պատերազմի առաջ օրն էլ մի կլիպ էր տեղադրել որ էսը հյուսիսային հարավային հյուսիսային ադրբեջանը կմիացնենք Ադրբեջանին այդպեսի նյութ կա բայց մուրազները փորը մնաց Պուտինին Ալիևին եւ Բոլորի մուրազներ փորն է մնացել, հիմա իրար են հոշոտում, խնդիրը ուրեմն մեզ հետ կապ չունի եւ ուզում եմ հայ փորձագետներն էլ ասել անմիջապես, եթե ձեզ KGB-ից ռուսական տվել են, հայկական խնդրի հետ մի կապեք։ Թուրքիան այնքան փորձ ունի, որ այս Սոդոմ Գոմորի ժամանակ հավանաբար դիվանագիտական դեմարշներ եւ այլն կանի, բայց չի մտնի այդ գործի մեջ մանավանդ Բոլորի աչքի առաջ աշխարհում տեղի ունեցավ մի բան, որ կարծում եմ բոլոր տեղերում իմաստավորվում է հարցը։ Աշխարհում ամենահզորագույն բանակ ունեցող, այսպեսի եւ փառաբանված եւ իրականության մեջ նաեւ հիմքեր ունեցող եւ իսրայելական բանակը ըստ էության ոչինչ չկարողացավ անել։ Այդ նշանակում է դուք նայեցեք Ռուսաստան եւ այլն այդ բոլոր ուրեմն ինչպես մեր նաեւ ինչ-որ փառահեղ բանակներ բարձում են զորահանդեսող չեն թուրքերը երբ ինձ թվում է մտածելու բան ունեն որ այն ուրջացված թվերով ուրջացված հզորության բանակ հավանաբար իրենք չունեն դա ես ենթադրություն եմ ասում եւ կբավարարվեն դեմարշով եթե չէ ռուսները հետ կբախվեն իշքան բախվեն այնքան լավ իրար թող բայց հայությունը այս անգամ ոչ մի գործ չունի այդ գործերի հետ իրենք էլ իրար հետ այս հարցերի մեջ իրենք էլ կան այնպես որ այնտեղ առաջարկել Արցախը նորից մեզ հետ տալու Արցախը ձեզ ոչ մեկը հետ չի տալիս եւ առասարակ տարածքը ոչ մեկը մյուսին չի տալիս նույնիսկ բարեկամը դա վերցնում են իսկ հայությունն ասել ոչ ուժ ունի ոչ քանակ ոչ էլ կարողություն հետ վերցնելու դրա համար առաջարկս է սպանդի մեջ չմտնել հանկարծ որտեղ մենք կվտանգենք այն եղածը ինչ որ մեզ մնացել է մեր հայրենիքից դուք պատմության մեջ չեք կարող որևէ դեպք դերել որ մեկը վերցեն մեկի մի բան է տվել բայց այդ գայթակղությունով մեզ ռուսները 1000 տարի մաշեցրին թուրքական յաթաղանի տակ մաշեցրին իսկ բայց դա մի ուրիշ բան ունի որ պիտի արվի անպայման ուրեմն եվրոպական կառույցներում միջազգային Արցախի ներկայացուցիչները պիտի էթնիկական զտման վերադարձի մշակույթի գիշեր-ցերեկ պիտի աշխատեն բայց այս դրանց մեջ չպիտի լինի ռեսասեր մարդ եւ կագեբեշնիկ այսինքն ներկայ իշխանությունից ոչ մեկը չպիտի լինի ներկայ իշխանություն չկա այն նախկինից որը մեկը չպիտի լինի Արցախահայությանը ես ասել եմ հիմա կրկնում եմ ձեզնից մի 5-6 մարդ լեգիտիմության իրավունքով օժտեք Ստրասբուրգում նստեք աշխատեք եւ կարծում եմ հայությունն էլ բոլոր հնարավորությունները ձեզ կօգնի ինչքան նրանք կմնան ձեր հանդեպ ոչ վստահություն չի մնա եւ բազա ռուսներն ձեզ օգտագործելու են էլ ոնց օգտագործեն ես մեկ աննախադեպ էր չէ ուզում եմ ասել որ դա իսկ ընդհանրապես մտածան որը մեկը վերցնի բան դա բացառված է մենք շատ բան կարող ենք անել մեր խնդիրը գանձագողերին իշխանությունից հեռացնելն է վանքի այսպես ասեմ մենք շատ բայց հիմա իհարկե մենք վիճակի չենք եւ կարիք չկա մենք պետք է շատ զգուշ լինենք մեր պետության ամրապնդման լավագույն շրջանն է եւ դարերի այդ կորստից հետո որ մեր եկեղեցին է իսկական հայաստանյան ծառայության բերելն է սա մեծագույն հաղթանակ կլինի այս ուզուրպատորի հեռացումով եւ իր թայֆայի վանքից դուրս գալով դա շատ կարևոր է մեր ժողովուրդը վերջապես կունենա իր հավատի հանգանակը եւ եկեղեցին եւ այլն ինչ որ իրեն ցույց անհրաժեշտ է եթե Ալեն Սիմոնյան երեք է ասել ես մի 15-6 օր առաջ ասել եմ հարցը սկզբունքորեն լուծված է նույնիսկ եթե չէ այս բանը բարոնը հանրապետականի կաթողիկոսը չհեռանա ինքը բարոյական որևէ ձևով մնացած ոչ մի ձևով չի կարող կառավարել
եկեղեցին, որտեղ եկեղեցին ո բանակ չի, ինքն էլ մարզպետ չի։ Ինքը իհարկե գուզե վարչապետ լինել, բայց վարչապետ էլ չի, եւ այլն։ Ուզում եմ ասել, դա վարչական կառույց չի են իմաստով, այսինքն ոնց չի լինի, բայց չի մտածում, մի օր կարող է հավատացյալները փողոցում բռնեն արծպակեն։ Եվ այս մենք տեսանք նաև նույն հավատացյալները թույլ չտվեցին, որ Դե հավատացյալները չեն, իր հավատացյալներն են, որտեղ հավատացյալներ ոտիկ կանգնեին, ինքը իր մարդիկ են եւ այլն։ Մի երկու հոգի էլ կարող է մոլերանտ լինի, բայց չեմ հավատում։ Այդ իրենք են եւ այդ կաններ ամբողջ այդ աշխարհում եք ասեմ իր կողմնակիցներն այդ կանեին եւ Սփյուռքում դրա հետ կապված ինչ-որ շահառու երևի հարաբերություններ ունեցողներ այնլապես որովհետեւ հարցին չէ Հայաստանի իշխանությունը եւ որը մեկս երբեք եկեղեցու դեմ դուրս չենք եկել կռիվ ենք տալիս եկեղեցին վերադարձնենք իր հոգեվոր ծառայություն հաջորդի համար ոչ թե օլիգարխիայի ոչ թե կլանի ոչ թե Ռուսաստանի այսինքն սա եւ նա պիտի բացատրի իմ ասածը բնդում եմ նա պիտի բացատրի Պուտինից ինչու է ստացել չկանշան Ղարաբաղյան այս 44 օրյա պատերազմի բարդությունից հետո համառորեն լռում եւ ընդ որում Ռուսաստանի դեսպանատանը եւ ինչու գնաց պիտի բացատրի նաեւ թե Մինսկում ինքը ռուսական գաղտնի ծառայությունների հետ հանդիպել է թե չէ Լուկաշենկո չի ընդունել բայց դա Լուկաշենկոյի հետ չի եւ հրաման ստացել է հեղաշրջման թե չէ եւ վստահ եմ որ այդպես եղել է տրամաբանորեն բայց նա պիտի ինքը բացատրի այսինքն սրա վրա շատ հարցեր կան հիմա ինչ եմ ուզում ասել երկրորդը ասեմ որ այսինքն ոնց մայրաթոր մեր անվտանգության ուժերը ինչու պիտի ներխուժեն սահմանադրորեն մեր բոլոր պետական կառույցները անվտանգություն, վարչական եւ այլն իրենք ուրեմն ունեն գերագույն իշխանություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հետո նրանք եթե օրենքով թույլատրած է դատարան, դատախազություն իրենք չեն ներխուժում իրենք գնում են մեկի վզից բռնում բերում են իրենք չեն ներխուժում հիմա մեկ ինձ ասել խոսքը հենց այստեղ ես գիշերը տուն եմ գնացել ինձ ասեն ինքը ժամը իր տունն ներխուժեց դա իմ տունն է ամեն ինչով այսինքն անվտանգության ուժեր նման բան չեն արել բայց ես ուրիշ բան եմ ասում Սփյուռքն էլ իմանա որ ես կարող եմ իրենք շնորհավորեմ անկեղծ հայերին իհարկե որոնք շահագրգիռ են պետության կայացումով մենք ունենք փաստորեն ուրեմն մեր անվտանգության ուժերի որակ այնպեսին է դարել որ պետական հեղաշրջման գեղերական հեղաշրջման այդ գաղերի եւ տերորի ուրեմն առաջ մի քանի ժամում առաջ այդպես չի եղել օրերով շաբաթներով եւ այլն փայլուն աշխատեցին կրակետ կազմակերպած երում էլ լավ մարզվել են իսկ այդ անհետեցություն պետք է անեն մայր տաճար ես ասեմ ենթատեքստը որն է դրա ինչու են ասում մայր տաճար ներխուժեց չգիտեմ ինչ ցարի այսպես անենք Օսմանյան պետություն ռուսական պետություն դրանք մեր պետությունը չեն եղել նրանք ինչ են արել այս բոլորը քծում ենք ինքը ինչ է արել եկեղեցին նրանց այդ էլ են քծում սեփական պետության մեջ ապստամբական օջախ չի կարող լինել նույնիսկ վեհարանում եթե եղավ վերցնում քծում են դուրս օրենքի ուժով դա օրենքով է այսինքն անվտանգության ուժերը պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար իսկ կա ենթատեքստ որը 100%-անոց համոզում այդպեսին է այս ինչու Աջաբահյանը այդ հոխորտած ապստամբության կոչեր արեց մնացածը մենք հերոստատեսությամբ տեսանք տագնել ինչ կա օրագիր Գեբելսի օրինակն է բան արել օրագիրն է պահել որ հետո գրի որ եթե իր ուզածը լիներ դառնար ազգային հերոս